Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև ձեզ։ Ձեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Մենք ձեզ սպասում էինք, եկեք։ Շնորհակալություն, ինչպես եք, ինչպես է սկսել օրը, տրամադրությունը ինչպես է։ Հրաշալի։ Մեր տրամադրությունն էլ միանգամից փոխվեց, երբ այս հրաշքներին տեսանք եւ ձեզ իհարկե։ Շնորհակալություն, եկեք, մենք Համեցեք։ Առավոտ եք մեզ հյուրընկալել, հասցրել եք հեշտ արթնանալ, թե ոչ։ 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 Իմ համար շատ կանուխ էր առավոտ, ճիշտ է ժամը մոտ 11-ն է, բայց գիշերը ուշ էի քնել, ու տենց հազիվ եմ արթնացել։ Աշխատանք թե խրախճանք։ Չէ, աշխատանք։ Աշխատանք։ Նու խրախճանք էլ էլի, մի քիչ։ Նորոտ տունը ձեզ է պատկանում, թե ծնողների տունն է, հայրական տունն է։ Ծնողների տունն է, բայց ինձ է պատկանում, մեր մոտ տենց է էլի։ Հասկանալի է։ Դե սկսենք։ Սկսեցինք։ Շատ հետաքրքիր արվեստի գործ եմ տեսնում պատին։ Ահա։ Սկսենք պատմություններից։ Սա այսպես ամբողջությամբ գնել ենք վերնիսաժից։ Իմ հիշելով արծաթի գործ է, ու իմ հավանածը հենց կոնկրետ էս է, էլի որ Լվացքը։ Հա, լվացքը շատ լավ գործ է արած, բայց ընդհանուր ամբողջն էլ ինձ թվում է շատ գեղեցիկ է։ Որքան ժամանակ է որ այս տանն եք բնակվում։ Լուսին ինչքան է։ Մի 2 տարի չէ երևի։ Հա, 2.5-3 տարի։ Իրականում հարևանությամբ ավելի փոքր բնակարան ունեինք, որտեղ բնակվում էինք, հետո հասկացանք, որ մեր ընտանիքը մեծանում է ու պետք է տեղափոխվել ստեղ։ Չէինք տեղավորվում արդեն մեկ սենյականոց տանը։ Երկու երեխաների հետ եկանք այս տուն։ 2 տարի է բնակվում եք այստեղ։ Հա։ Վերանորոգումը դուք եք արել, թե արդեն վերանորոգված էր։ Մենք ենք արել։ Լուսինեն է այս ամենի հետին։ Չէ, Լուսինեն չէ, ես ծնողներիս օգնում։ Հասկանալի է։ Մենք չէ։ Դուք չէ։ Ավելի շատ ոնց որ Առաջի բնակարանը մենք էինք արել։ Ճաշակովա վերանորոգված։ Բայց մյուս տունը մենք էինք արել։ Հա, նա անեն մյուս տունը 3 տարի էլ դեռ էինք ապրում։ Շատ հաճելի աղմուկ է ձեր տանը։ Մեր մոտ միշտ ասած։ Եվ հաճելի է դա։ Շարունակենք բացահայտել, միջանցքում դեռևս բացահայտելու բաներ ունենք։ Սրանք տարբեր երկրներից բերված Հուշանվերներ են։ Այս ծաղիկները Իտալիայից, հա, վերևն է, օքեյ։ Մի րոպե։ Այս խաչը, մողեսը ու փիղը բերել ենք Իսպանիայից։ Ահա։ Դուք եք բերել, ոչ թե ձեզ համար են Աուդիի բերել։ ոճով։ Հա, մենք ենք բերել, մեզ համար չեն բերել։ Սենց լավ նվերներ մեզ չեն անում։ Այս Հռոմից է բերվել։ Այո։ Լուսինին չկար ժամանակ։ Դեռ իմ սրտում։ Տանը չէր։ Այս իմ հիշելով Եգիպտոսից։ Հա, ուխտերը Ֆրանսիացի արձանիկներ են Եգիպտոսից են ու բերվել։ այսինքն հետո ոչ թե չբերենք։ Եվ խորշերում տեղադրված գեղեցիկ ծաղիկներ։ Ասենք Մուրանոյից ենք բերել, հիշում եմ, որ սենց մեկը Վամանա պատրաստել իր ձեռքով։ Նույնիսկ։ Այո։ Հետաքրքիր բացահայտում էր։ Ուխտում էին բարձա։ Այդ կղզին հայտնի է իր ապակե գործությամբ, որտեղ շատ հետաքրքիր է, այսպեսի ապակուց հուշանվերներ կային, ու նաև ինքդ կարող էիր պատրաստել ցանկության դեպքում։ Մի վարքյան։ Կգաք դուք։ Երեխաները ինչ տարիքի են, խնդրում երեխաներին նույնպես ներկայացրեք, մենք նրանց համար ենք ավելի շատ Մեր եկել։ ավագ տղան է, աղասը 4 տարեկան է, Սարգիսը 3, մեկ տարվա տարբերությամբ են ծնվել իրենք։ Դուք Մանկապարտեզ են գնում։ Այո, մանկապարտեզ են գնում։ Այդ մեր ուրախ ժամերն է օրվա, երբ իրանք մանկապարտեզում են։ Շատ ծանոթ բաներ եք ասում իդեպ։ Այստեղ գնանք։ Այդտեղին կանդրադառնանք մի փոքր ավելի ուշ, մենք հիմա երևի թե գնանք հյուրասենյակի հատված ու խոսենք արդեն ձեր գործունեության մասին, հետո կբացահայտենք ընդհանուր հյուրասենյակը։
Նորո մի շրջան դուք ամենապահանջված արտիստներից մեկն եք եւ էկրաններից չէիք իջնում, բայց ինչ որ մի պահ կարծես թե անկում ապրեց այդ ամենը, հիմա կարծես թե կամած վերականգնվում է նորից։ Ինչով էր դա պայմանավորված անկումը հատկապես։ Իրականում հենց այդ փուլում հիշում եմ, որ դե քանի որ ես մենակ հումորային նախագծերում եմ մասնակցել, մի ընթացք թե կորոնավիրուսը խանգարեց, թե նաև պատերազմական շրջանը, որ ոնց որ մոտ 1 տարի հումորային գործունեություն փորձում էին մարդիկ չծավալել կամ քիչ ծավալել, համ դա նպաստեց, համ հետո իմ զբաղվածությունը երկու երեխաների տեսքով, այսինքն ես իրականում Լուսինեն ասի ներգրաված եմ շատ երեխաների դաստիարակության մի խոսքով ընտանեկան գործունեությունում ու հիմա արդեն մի տեսակ հասկացա, որ կարելի է պարտեզ կա ի վերջո, այո, ինձ օգնող շատ օգնող կին ունեմ ու արդեն կարողանում եմ գործունեությունը, չնայած որ միասին ենք ծավալում, 80% գործունեությունը այս բան միասին ենք ծավալում, բայց ես հասկացա, որ կարելի է արդեն թափ առնել։ Լուսինե, դուք ինչով եք զբաղվում։ Ես բլոգինգով եմ զբաղվում, իմ մոտ այնպես է ստացվել, որ ուսանողական վերջին տարում արդեն ես ոնց որ դեկրետի մեջ էի, ոնց որ դեռ մասնագիտական կարիերան չսկսած անցել եմ դեկրետի, ու հիմա նոր որ արդեն փոքրս էլ է նորմալ պարտեզ հաճախում, մտածում եմ աշխատանքի վերադառնալ, մինչև այդ բլոգինգով եմ զբաղվում։ Այդպես նորոյի հետ համատեղ կոնտենտ ենք ստեղծում, նաև ինքս առանձին եմ կոնտենտ ստեղծում։ Ու տենց մեծացնում ենք մեր բալիկներին համել։ Դուք ամուսնացել եք շատ երիտասարդ տարիքում։ Այո։ Բայց հետաքրքիր է որտեղ եք ծանոթացել եւ ինչպես է սկսվել ձեր ընդհանուր սիրո պատմությունը։ Ու հայ շրջանակներում ա եղել, նույն ինքը կավենի։ Ես մոտ 2 տարի արդեն կավեն խաղում էի։ Հետո այնպես ստացվեց։ Դեմբել էիք արդեն, էլի կավենի ոլորտ։ Մենք տենց մեզ համարում էինք, ինչև է։ Հետո մի հատ առաջարկ ստացվեց ոնց որ ինքերս կողմից, որ կարող ենք ֆրանսիականի քոլեջից նաև թիմ հավաքել, որ դպրոցական լիգայի։ Մենք այդ ժամանակ արդեն ուսանողներ էինք, չէինք մասնակցում։ Գնացինք Լուսինեից քոլեջ, այնտեղ հանդիպեցինք եւ 1 տարի շատ լավ ընկերներ եղանք, շատ մոտ ընկերներ։ Այսինքն դարձանք ընկերներ, ամենօրյա հանդիպել, շփվել։ Հետո ինչ-որ մի պահ, որը իրականում այդ պահը հունվարի 16-ն էր 3, մեր 9 տարին էր արդեն։ Շնորհավորում եմ ձեզ։ Երբ ես գիտակցեցի, շնորհակալություն, որ պետք է ասել այս աղջկան, որ սիրում եմ իրեն։ Եվ ստացա պատասխան։ Միակ ճիշտ որոշումը։ Միակ չէ, ամենակարևոր գորելա։ Այդպես արդեն 9 տարի է միասին ենք։ Որից արդեն 5-ը ամուսնացած։ Այո։ Շատ հիանալի։ Այդպես հարցերի ժամանակ Լուսինեի աչքերի մեջ դա եկա։ Այո, դա էլ է իդեպ ծանոթ դեպք։ Վերևում տեղադրված խաղալիքներ երեխաներից հեռու թե ուղղակի գեղեցիկ։ Չէ, երեխաների համար է։ Երեխաների համար։ Այո, Շատ են խաղալիքները։ Չէ, Նարուտոն անգերց իմն է։ Այս իրանք գիտեն, որ նույնիսկ չի կարելի ձեռք տալ։ Սիրում եք Նարուտոյին։ Հա։ Այս Քենիս էր ուղարկել Ամերիկայից։ Այսպես ասեմ, մեր մեղրամսի ժամանակ ինքին ստիպել է Նարուտոն սկզբից մինչև վերջ նայել։ Կարդալ պատմել։ Այո, կարդալ Հարցնում էի։ Կատուզոնա ու Եվ իր երազանքն է, երբ են երեխաներ են տարիքին հասնելը, որ իր հետ Նարուտոն նայեն։ Դա միակ անիմեն է, որ ձեզ հետաքրքրել է։ Դե երեխաների հետ նայելու համար հաստատ հա, բայց Ատակով Տիտան եմ նայել։ Նարուտոն, սենց նայ, հեսա հիմա Ահա, Սանջատի բալես։ Ընդամենը մի քանի րոպե եւ հնարավորություն կունենան երեխաները Նարուտոն նայելու։ Նորը խոսեցինք նախկինում ծավալած գործունեության մասին, բայց այսօրը մնաց կիսատ։ Այս պահին ինչով եք զբաղվում։ Այս պահին ակտիվ վարում ենք բլոգ, կրկին հումորային իմ մոտ։ Լուսինեն ավելի լայֆսթայլ, մեր ընտանիքն է ոնց որ ցույց տալիս, իսկ ես միայն տենց սկեչեր եմ նկարում, հումորային կամ տենց հետաքրքիր ընտանեկան պատմություններ եմ տեղադրում։ Դրա հետ մեկտեղ այս տարի որոշել եմ նաև վերսկսեմ ստենդափի իմ կարիերան։ Այսինքն որպես նկատի ունեմ ստենդափ արտիստ հանդես եք գալու մոնո ներկայացմամբ, թե ավելի փոքր։ Նպատակներ կան նման, ժամանակին ակումբներում կարդում էինք ընկերներով ստենդափներ, կարծում եմ այդ փուլից կսկսեմ, եթե հետո ինչ-որ մի
հասկանամ, որ կարելի է արդեն սա ավելի մեծ մասշտաբով ներկայացնել, արդեն կմեծացնեմ ու մոնո ներկայացում կդնենք։ Այսօր ավելի շատ հումորի որ տեսակն է մարդկանց հետաքրքրում, հատկապես stand-up ժանրում, որովհետև բազմաթիվ դեպքեր են լինում, երբ շատ կենցաղային դեպքեր են քննարկվում եւ երևույթներ են քննարկվում։ Դուք ավելի շատ ինչ թեմաներ եք արծարծում ձեր stand-up-ներում եւ մարդկանց որն է ավելի հետաքրքիր ձեզ։ Մարդկանց հետաքրքիր իրականում Instagram-ը շատ բան է փոխել։ Հիմա քանի որ իմ հիմնական դիտորդները, իմ հետևորդները հիմնականում ամուսնացած մարդիկ են, մարդիկ են ովքեր այսպայն իմ կարգավիճակում են, օրինակ ունեն 2 կամ 3 երեխաներ, ես հիմա ավելի ոնց որ այդ թեման եմ արծածում, ընտանեկան հարաբերությունների, կին-տղամարդ կոնֆլիկտները, իրականում կարծում եմ բոլոր թեմաներով կարելի է կատակներ անել, բայց պետքա գտնես քո, այսպես ասած, աուդիտորիան։ Ես քանի որ հիմա գտել եմ իմ աուդիտորիան, փորձում եմ այդ մարդկանց ուրախացնել, կարող է ինչ-որ մի փուլից փոխվի այդ ամեն ինչ։ Օրինակ դրանից առաջ երգերի մեջ ձայներ գտնելու կոնտենտ ունեի, որը կարծում եմ լայնաֆորմատ էր, շատ մարդ էր սիրում ու տես տարիքային ու սեռական ինչ-որ խտրականություն չկար։ Բայց այս պահին կոնկրետ անում ենք ընտանեկան կոնտենտ այդ բլոգում։ Մասնագիտացումը ձեր որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում։ Վայ, ես մետալուրգ ֆինանսիստ եմ։ Ինչպես։ Մետալուրգ ֆինանսիստ։ Որ թվականին եմ ընդունվել համալսարան։ 2015։ Հա։ 2015 թվականին ընդունվում եմ պոլիտեխնիկական համալսարան։ Արկա ուսուցմամբ, հետո մինչև կհաճախեի, զուգահեռ որոշում եմ տենց հոկտեմբեր ամսին, որ կարելի է իմանում, որ Հայաստանի պետական տնտեսագիտական ո՞նց կոտրեցիր սա։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հեռակա ուսուցման տարբերակ կա, քննություններ էր բացվել ու ասացի փորձեմ ինձ նաև այդտեղ։ Քանի որ երկրորդ հայտով էի ընդունվել պոլիտեխնիկական համալսարան ու կասկածում եմ մի քիչ մասնագիտության առումով։ Մի խոսքով ընդունվեցի տնտեսագիտական համալսարան որպես ֆինանսիստ ու մոտ 2 տարի հետո արդեն, բայց հասկացա, որ ավելի հոգեհարազատ է մետալուրգի մասնագիտությունը, ավելի շատ պոլիտեխնիկական համալսարանը, ասենց ասեմ։ Հետո շարունակեցի մագիստրատուրա, հետո շարունակեցի ասպիրանտուրա, մինչև կինս ասած հերիքա։ Անցած տարի եմ ավարտել ասպիրանտուրա։ Այսինքն որպես մետաղ ձուլող մասնագիտացել եք մինչև ասպիրանտի աստիճան, ճիշտ է։ Ինչ էիք անելու հետո։ Հետո իրականում սովորելուց արդեն ուսման ընթացքում դեռ 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայից հասկացանք, ոնց որ ասած, մի քիչ դասախոսներն էլ ասացին, որ իրականում մի քիչ մեզ մոտ սուղ է աշխատանքային Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր ձուլարաններ, մեծ ձուլարաններ գրեթե չկան ու աշխատանք գտնելը շատ բարդ է լինելու, բայց ես դեռևս 3-րդ կուրսից արդեն մասնակցում էի ԿՎՆ-ի, մագիստրատուրայում արդեն հումորի լիգան սկսվեց ու ես ոնց որ սենց իմ երկրորդ միտքը այդտեղ էր, ինչքան ես սենց ավտոմատ գնում էի, սենց ստանում էի այդ կրթությունը, բայց մեկը իմ մոտ սենց ցանկությունս էներ, որ всё-таки պետք է փորձեմ ինձ դերասանության, հումորի ասպարեզում ու ոնց որ էնել էի, համեն էի անում, համեն չէի ուզում ձեռքսից բաց թողեի։ Բայց ոնց հասկացաք, վերջում հիմա մեր տուն եկել եք որպես հումորից դերասան, ոչ թե մետալուրգ։ Այո, բնականաբար, բայց միգուցե հնարավորություն լիներ, որ դուք լինեիք լավ մետաղ ձուլող կամ ինչպես է դա հայերեն կոչվում, մետաղաբան, մետաղագետ, ձուլող։ Եվ ամեն մեկը այդ ինչ ասում եք, սա տարբեր մասնագիտություններ է, բայց միշտ տենց է, որ ես ասում եմ ձուլող եմ, ասում են հա, այսինքն ուրիշ տարբերակ հանքագործ ես, ասում եմ այս ինչնես չէ, ձուլող։ Okay. Լուսինե, դուք ասացիք, որ ուսումնառության ընթացքը կիսատ մնաց, որովհետև արդեն գտնվում էիք ֆիզ արձակուրդում, եթե կարելի է այդպես ասել։ Հա, կիսատ չմնաց, այսինքն ֆրանսիական համալսարանն եմ ավարտել, մարքեթինգի բաժինը, 4-րդ կուրսը երբ որ ավարտեցի, արդեն 7 ամսական հղի էի առաջին բալիկով, ուզում եմ ասեմ, հենց ավարտել եմ ու միանգամից արդեն դեկրետի մեջ եմ հայտնվել։ Այսինքն չհասցրեցիք մասնագիտությամբ աշխատել։ Չէ, չեմ հասցրել։ Ցանկություն ունեք։
մասնագիտությամբ աշխատելու։ Մտածում եմ այդ ուղղությամբ, որովհետև ինչ որ կոնկրետ օֆիսային աշխատանք չեմ պատկերացնում, ավելի շատ մտածում եմ սեփական որևէ բիզնես կամ ինչ որ նախաձեռնություն սկսել, որովհետև հենց մասնագիտական է նաև, որը նաև ինձ թույլ կտա ազատ գրաֆիկ ունենամ համ բլոգինգի հետ, համ երեխաների հետ, որովհետև երեխաների հետ կարծում եմ դժվար կլինի ինչ որ ստույգ ժամերով աշխատանք գնալ աշխատանքի եւ վերադառնալ երեխաների հետ իհարկե դժվար է։ Բայց հաճախ հանդանում են եւ այլն։ Ինձ թվում է հենց տիպիկ աշխատանք գտել ես այնքանով, որ մենք հիմա համագործակցում ենք հենց մարքետոլոգների հետ, մեր ուղիղ կապը մարքետոլոգների հետ է, Լուսինեն մասնագիտությամբ մարքետոլոգ է։ Այդ շատ օգնում։ Այդ համ օգնում է մեր բլոգի համար, համ մարքետոլոգների հետ համագործակցություններից ինչ-որ քննարկումների համար, քանի որ ինքը գիտի արդեն ինչ հոգեբանությամբ են այդ մարդիկ մեզ այդ աշխատանքը տալի։ Ֆինանսիստ լինելու մասին չխոսեցինք, հերակապ, շարունակեցիք, չշարունակեցիք, ավարտեցիք։ Դրա համար ասում եի որպես զուլող, ոչ թե որպես ֆինանսիստ։ Իրականում ուզում եի անկեղծ, ուզում եի մոտ տենց 3-րդ կուրսից արդեն ուզում եի դուրս գալ, բայց միշտ ասում ես դելավ 3 տարի գնացել եմ, չէ գնամ 2 տարի մնաց հեսա կավարտեմ, 5 տարի էր էլի հերական, որովհետև իրականում կրթություն ստանալու տեսանկյունից ամեն կիսամյակում մի ամիս էինք գնում ու շատ էր, ոնց որ ասած, այդքան մեզ տալիս էին այդ նյութը, որը պետքա մենք մեր համար տանը օրինակի համար պատրաստվեինք, կրթվեինք, իսկ այդ պահին ժամանակը ոնց որ չկար, ավելի պետք էր հենց համալսարանից ստանալ էլի այդ գիտելիքը։ Դրա համար դա ասացի չէ, գնամ պոլիտեխնիկ։ Ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր հաղորդումը եթեր է գնալու Կիրակի օրը չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաև մեզ կարող եք հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաև Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր մեր մասին, հիմա շարունակենք կրկին զրույցը ձեր մասին։ Շատերը ինձ նայում են YouTube-ով։ Ահա ու տենց խորհուրդ եմ տալիս, առաջարկում եմ մեկնաբանություններում գրեն եւ բաժանորդագրվել սեղմել զանգակի կոճակը։ Որտեղ է մի վարքան, այստեղ է ոնց որ այստեղ։ Շատ ճիշտ եք։ Լայն եւ ընդհարցակ հյուրասենյակ ունեք։ Ովքեր են լինում ձեր հյուրերը։ Ոայ, կարո՞մ ես պատասխանել։ Իհարկե։ Մեր ընդհանուր ընկերները, հա։ Մեր ընդհանուր ընկերները, որովհետև ես էլ նորն էլ շատ ենք սիրում ընկերական հավաքույթներ, եթե սենց մի փոքր ազատ ժամանակ ունենք երեխեքի հետ ու երեխեքից զատ, ընկերները անպայման պետք է գան մեր տուն, հավաքատեղին է մեր տունը, որտեղ ոնց որ համ էլ առաջինը մենք ենք ամուսնացել, առանձին ենք ապրում ու միշտ մեր տանն է հարմար։ Նաև մեր ընտանիքի անդամներն են հաճախ գալիս, եւ ծնողները, նորոյի ծնողները հավաքույթներ սիրում ենք, մի խոսքով հյուրեր շատ ենք ունենում։ Այսօր շաբաթ օր է, իմացեք, որ մեր ընկերների հավաքույթի հաշվին եք այստեղ։ Իրոք, առավոտից են սկսում ձեր հավաքույթները, այսինքն։ Տեսեք, քանի որ մայրս հիմա կողքի սենյակում երեխային են անում, մենք ոնց որ դա կարելի է ավանդույթ է դարձել։ Իմ կամ Լուսինեի մայրը մեզ շատ են օգնում ընտանեկան հարցերում ու երեխաներին հիմնականում փորձում ենք, եթե հնարավորություն կա, թողնել իրենց մոտ ու ոնց որ 2 օր կամ մի օր կամ 2 օր սենց իրար վայելենք ու ընկերներին վայելենք։ Այդ հրաշալի միջոց է լիցքաթափվելու ու այդ հետո հետագա հաջորդ գալացող 5 օրը, որը պետք է երեխաների հետ ցենց գժանոցում անցկացնել, որը իրականում էլի հաճույք է, չեմ բողոքում։ Ու մեզ մեծ էներգիա է տալիս դա էլ։ Անկամ մենք հավաքույթներ այնպես ենք պլանավորում, որտեղ մեր ընկերները բոլորը աշխատում են, իրանք երեկոյան գալիս են, մի ժամ երեխեքի հետ խաղում ենք, հետո իրանք գնում են կողքի տուն։ Ես երեխաներին քնացնում եմ ու գնում ենք այնտեղ մինչև գիշերը 3-ը 4-ը նստում ենք, հետո առավոտ մի կերպ արթնանում ենք, բայց մեկը այդ սոցիալական հանգիստը շատ կարևոր է, էլի։ Մեկ օրը ձեզ լիցքավորում է մեկ ամբողջ շաբաթվա համար։ Նորո հնարավորություն ունենք այս պահին պատշգամբ դուրս գալու, եթե դեմ չեք իհարկե։ Այո։ Դե խնդրում եմ ուղեկցեք մեզ։ Եթե դեմ չեք, մոտավորապես հատվածը գոնե նշենք, որտեղ են գտնվում քաղաքի։ Տերյան փողոցի վրա են գտնվում եւ ձեր պատշգամբից ու պատուհանից բացվում է գեղեցիկ ու չնաշխարհիկ տեսարան դեպի դիմացի շենքեր։ Սաղարթախիտ շենքեր։ Այստեղ է անցել ձեր մանկությունը։ Ոչ, ես մոտ 7 տարի այստեղ եմ բնակվում, բայց ապրել եմ Նորարեշում, որտեղ հիմա պապիկս է ապրում։ Ես հիմա էլ որ այդ շաբաթ Կիրակի օրերը կլինի թե երեխային պարտեզ տանելուց հետո անպայման գնում եմ Արեշ, հանդիպում ընկերներիս, պապիկիս, մի խոսքով մինչև հիմա ինձ ձգում է Նոր Արեշը։ Տեղափոխությունը հեշտ տրվեց ձեզ, որովհետև Արեշում կարծում եմ սեփական տուն պետք է լիներ,
Իսկ այստեղ Չէ, ես մինչև հիմա տանջվում եմ, ոնց որ երազանքը այս բանին սեփական տուն ունենալն է։ Չասեմ ինչքան առավելություններ ունի, բայց ինձ թվում է, նու ես չեմ հարմարվում բնակարանին։ ապագայում երազանք է ունենալ նաև մեծ սեփական տուն, Այո, սեփական գարաժ, որտեղ սեփական ավտոտնակ, ավտոմեքենա ունեք։ Այո, Որն է ձեր մեքենան։ իմ մեքենան։ Այո։ Գուշակենք, հա, որն է։ Փորձեք գուշակեք, որն է։ Ես կարծում եմ, որ էլեկտրականը պետք է լինի ձեր մեքենան։ Ոչ, բայց մոտ եք։ Մոտ եմ, մինիվենը, Այո, մոտ եք։ որպես հայր, Այո։ դուք նախընտրում եք մեծ մեքենա, երեխաները տեղավորվում են, ընտանիքի անդամները չես հանում դնում ստաբիլ միշտ դրածել իրենց տեղում, ով ուզում է նստի, գնում է հետևի շարք։ հասկանալի է։ Ցուրտ է, եթե կարելի է գնանք ներս։ Գնացինք։ Որովհետև եղանակային պայմանները թույլ չեն տալիս Այստեղ ձերևս շատ ցուրտ է։ երկար զրույց ծավալել։ Ինչ է պատահել։ Բույսեր, այս բույսերի խնամքով, պատշգամ։ Ուզում ես դու էլ դուրս գաս։ բայց ցուրտ էր Սարգիս, ես Ցուրտ կարծում եմ, որ էր, պետք չէ։ Լավ, արի մի հատ իրար դուրս գանք։ Всё։ Դե լավ, ես կարծում եմ, որ դուրս գանք պատշգամ Всё, եւ չենք վերադառնանք։ Նորով, քանի որ երեխաներին պետք է ամենակիչը նեղացնել եւ առհասարակ չնեղացնել, այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք եւ երեխաների հետ կշարունակենք մեր զրույցն ու բացահայտումը։ Չնեղացնելու։ Դե, գնացեք։ Նորով Լուսինե, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր ու տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում եք Մառանիկ ընկերության կարգախոսը։ Իհարկե։ Դե, Միասին Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ խոսքեր չունեմ, սիրով նվիրում ենք։ Շնորհակալ ենք շատ։ Մառանիկին, ձեզ նույնպես։ Շնորհակալություն։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կեչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել, սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Ընկերներ, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները ձեզ։ Շնորհակալություն շատ։ Մենք նույնպես շնորհակալ ենք եւ գտնվում ենք ձեր խոհանոցում։ Այո, Ով է այստեղի արքան կամ թագուհին։ Ես Ես իհարկե նորոն ընդհանրապես խոհանոցի հետ կապ չունի, այս հատվածը իմ թագավորության տակ է գտնվում։ Ես խոհանոցի հետ այնքանով կապ ունեմ, որ կարող եմ մի բան փչանա, ասի կսարքել, տենց օգնեմ սարքեն։ Օրինակ ձվածեղը փչանում է, ես եմ սարքում։ Միակ բանը, որը պատրաստում եք, դա ձվածեղն է, ինչպես հասկացա։ Հա, բայց դա էլ հիմնականում չէ։ Ես ավելի կնախընտրեմ սոված նստեմ։ Որ այդքան չեմ սիրում խոհանոցը։ Հասկացա։ Շատ ակտիվ այս ընթացքում Սարգիսը գործունեություն է ծավալում, կառուցում է ինչ-որ Անկեղծ բաներ։ եմ ասում, անկեղծ ինքն ավելի շատ է լինում խոհանոցում ու ավելի շատ է օգնում Լուսինեին, որտեղ ինքը շատ է հետաքրքիր։ Մեծանաս ինչ ես դառնալու։ Ոստիկան, այսօր փաստեց իմ ասածը։ Ոստիկան։ Բայց միշտ ասում եմ խոհարար էլի այսօր։ Ես Սարգիսի ձեռքին մի հետաքրքիր բան եմ Ի՞նչ է տեսնում, ձեռքիդ խնդրում եմ նկարած։ ցուցադրենք նաև մեզ դիտող Լցուց տուր։ մարդկանց։ Սոլի բանալի։ Հա։ Այս ինչ է նշանակում, Սակ։ Սոլի բանալի։ Նշանակում է լավ ես երգել։ Բա ո՞րն ես երգել։ Մոռացել ես։ Լավ։ Հաճախում են երկի նաև։ Չէ, պարտեզում են ստացել։ Մանկապարտեզի երկի դասին է ստացել։ Ահա։ Բայց շուտով հեսա գնալու են Սոլի բանալի լողի ու ինչ-որ տեղը շատ է կարատեի։ երգում։ Մամա, երբ է գտնվում։ Հեսա Արդեն ձանձրանում են երեխաները։ Մենք արագ-արագ փորձենք բացահայտել Մենք ենք ձեր գնալու լողի։
բնակարանը եւ հեռանանք։ Նորը նախորդ Գիտեք, քիչ ատկի մնաց մոտ նաեւ էս է բույսերի մասին խոսակցությունները եւ տարբեր անկյուններում տեղադրված են։ Այստեղ նույնիսկ սառնարանի վրա նոր ծիլ տվող բույս եմ տեսնում։ Այս բույսը գնդակի շնորհիվ տապալվել էր։ Ես փորձում եմ վերականգնել, չէ, դու մի անգամ արդեն տապալել ես իրան, հիմա արդեն պետքա փրկենք։ Դες արմատները հանել, նայ։ Ով է զբաղվում բույսերի խնամքով։ Բույսերը իմ ֆորմատն է։ Ահա։ Դնենք վերևը, որ աճի էլի, հա։ Դե չէ դուք ջան։ Մեծի դուրս կգա միաճակի։ Այո, բայց պետքա թողենք, որ մեծանա, գնդակով չխփենք էլ։ Դա։ Ստացանք նաև արդեն Սարգիսի համաձայնությունը, որպեսզի բույսերը մեծանան եւ ինչ անուններ են կրում նրանք։ Դե սա ավանդական զոնքաջի լեզուն է։ Իսկ սա նվիրել է զոնքաջից, չգիտեմ անունը ինչ է, բայց մեծ սիրով խնամում եմ։ Հասկացա։ Ավանդական զոքանչի լեզու։ Այո։ Ինչպես են հարաբերությունները զոքանչի հետ։ Հրաշալի։ Ընկերական։ Այո։ Բարեկամական, հարազատական։ Շատ ընկերական առաջինը։ Ես շատ եմ կարևորություն տալիս ընկերական հարաբերություններին, նաև բարեկամների հետ։ Երկրորդ հերթին նոր փեսա զոնքաչ, դե ոնց է լինի, պետքա լինի մի քիչ։ Չէ՞։ Մամայս ներվեն ամբողջ օրը ուտում է։ Ինչու։ Ինչպես։ Ընկերս, ընկերը չտարբեր չուտես։ Հա, եթե ընկերության մասին է խոսքը, որևէ խնդիր չկա։ Դուրա Լյուկասուրա։ Մամա չէ։ Մետը ծաղիկ ունեմ, դրա ամանը դուրը չէր գալի կնոջս, տարել ենք ուրիշտեղ։ Պեքյաթային։ Տուն, Նարեկ։ Տունը նոր տարուց է մնացել։ Մոռացել ենք դա հավաքենք։ Նարեկը չէ, միշտ կար ու միշտ էստեղ է։ Այստեղ կամ էստեղ, իր տեղը։ Իսկ վերևում գտնվող չորքոտանին որտեղից է հայտնվել ձեր։ Էլի վերնիսաժից, էշին ես շատ եմ սիրում, կարող եմ իջացնեմ լավ ծանր է։ Մենք վերև ենք դրել, որտեղ ինքը սուր է ու ծանր երեխեքից հեռու։ Հոպ, այս սրա համար։ Տես կյանքս։ Աղմատը։ Ոչ դուքիս։ Կարծես թե հյուրասենյակում ամեն ինչ բացահայտել ենք։ Շարունակենք, խնդրում եմ ուղեկցեք մեզ։ Նորո դուք նաև վերջին շրջանում շատ երկար ու հաճախ ճամփորդում եք։ Այո։ Որ երկիրն էր վերջինը, որ այցելեցիք եւ որ երկիրն է ձեզ ամենաշատը տպավորել։ Վերջինը, կուզեք փակեմ ինչ-որ Փակեք։ Հա։ Վերջինը այցելել ենք ԱՄՆ։ Գնացել եք ձեր հարևանին տեսնելու։ Այո, ով նաև իմ քավորն է, իմ մանկության ընկեր է, բայց նաև Լուսինեի քրոջը այցելեցինք, այնտեղ նաև այդ պահին իմ քուրն էր գտնվում, մի խոսքով հարազատություն ունեինք, ու այդ պահին հիմա քուրս արդեն այստեղ է։ Ամենամեծ մեր ուղևորությունն էր 22 օր գնացել էինք, երեխաներին թողել էինք, դժվար էր ինչևէ, բայց կարողացանք մեծ էներգիա ստանալ, մի տարվա էներգիա ստացանք այդ 22 օրում։ Իսկ ամենաշատը որ երկիրն էր ձեզ տպավորել։ Այնքան հարաբերական ամեն երկիր ինչ-որ մի բանով, դե ԱՄՆ տպավորել էր իր այդ լայնաֆորմատ լինելով, որ ամեն ինչ կարող ես այնտեղ գտնել, բոլոր երկրներից կարող ես այնտեղ գտնել։ Ամենատպավորիչը երևի տեսքով, որ զարմացրել է շատ, Փարիզը։ Չէի սպասում, որովհետև ինչ-որ հակասական կարծիքներ կար, որ Փարիզը, խոսքով առնետներն են շատ, սենց, մի խոսքով վատ կարծիքներ կար, դա չեմ էլ ուզում մեկնաբանել, որովհետև ես այդ չեմ տեսել անկեղծ։ Իմ համար մենակ գեղեցկություն ա եղել, շատ մաքուր ու շատ հյուրասեր քաղաք էր։ Առնետներից խոսեցիք, դուք վերջերս տեսանյութ էիք տեղադրել, որ տանը մուկ է հայտնվել։ Այո։ Ինչ եղավ այդ մկան պատմությունը, որսացիք նրան։ Մուկը իրականում ինձ թվում է փախել էր հետ, որովհետև մենք գտանք այն անցքը, որտեղից հնարավոր է գար, հայրիկիս օգնությամբ փակեցինք շուտ այդ անցքը։ Ինձ թվում է, հուսով եմ, նա գնացել է իր մայրիկի մոտ։ Այո, գնացել է հետ, թակարդները դրած էր, բայց չբռնվեց։ Սարգիսը ասում էր, որ հանկարծ բռնեք, ոչ որ ասում է, որ բռնեք, պապա, հանկարծ բան չանես, կտանես դուրս, իր մաման սպասում է։ Լավ։ Գնանք ներս, թե դեռ չենք կարող։ Կարող ենք։ Դե, խնդրեմ, ուղեկցեք մեզ։ Դա երեխաների սենյակն է։ Այո։ Գիտես, ես լողալ գիտեմ։ Կարող ենք լույսերը, ահա, լույսերը վառված են։ Բարև ձեզ։ Ձեզ նույնպես այցելել են Դավիթը եւ Վահանը։ Դե պատմեք, ինչպես է անցնում օրը թորնիկների հետ եւ առհասարակ օրը ինչպես է անցնում։ Առանց թորնիկների անհնար է։
Չգիտեմ, չեմ պատկերացնում մեր օրը առանց թորնիկների։ Մենք ապահովում ենք դա։ Այո։ Օրվա մեծ մասը լցված է նրանց հետ։ Իրանցով, այո, իհարկե։ Ինչ ունենք այստեղ ներկայացնելու։ Ինչ ունենք։ Այն ինչ տեսնում ենք։ Այո, Այս մահճակալը տրանսֆորմեր։ Ահա։ բացվող մասճակալ է, մտածեցինք այսպես անենք, որ երկու հարկանից չլինի, չընկնեն հանկարծ Դե մեր վերևից։ ստեղծագործությունն է սա։ Ես եմ արել։ Դուք եք նկարել։ Չէ, կպցրել։ Զարմանալի է։ Սա բոքսելու համար է, էլի այն մեկն էլ է բոքսելու համար, որպեսզի ավելի շատ սրան բոքսեն։ բոքսեն, ասում ենք եկեք սրան բոքսեք։ Բայց վստահ եմ նորը դուք էլ եք օգտվում այդ ամենից, որովհետև վրան ուժեղ հարվածների հետքեր եմ տեսնում, որը կարծում եմ երեխաները չէին կարողանա իրականացնել։ Դու ես նստում։ Դինոզավրներից մի հատ հարցրեք երեխաներին։ Ալիս, այս դինոզավրերն ովքեր են։ Ինավար սաղատին գունա։ Ովքեր։ Արտիկների անուններ է դրել։ Բայց ինչու։ Կարծում ամեն ինչ սկսվեց Զոքաջի անունից, հետո ասեց դե եթե մեկը Զոքաջն է, թող անալ կիսում այր կլինի։ Օրինակ այդպես։ Երեխեքը շատ հավանեցին այդ միտքը։ Մենք զուտ առաջարկել էինք։ Տրամաբանական շարունակություններ։ Այո։ Նորը ինչու եք կոտրել երեխայի աթոռը, նա արդեն բացահայտեց։ Ես եմ կոտրել։ Ասեք չէ, մեր papan շատ լավն է, այտենց բաներ չի անում։ Կասեք տենց։ Չէ, խաղողոց հասկացաք, այո, ես իմ համար խաղում եմ, եկավ ասաց էլի մատորից, դու ես վերկացա կոտրվեց։ Всё, թողեք։ Ապրես։ Չէ, դե всё, սակ։ Լավ, թույլ տանք երեխաները թող վայելեն իրենց մանկությունը տատիկի հետ, մենք շարունակենք գնանք առաջ եւ ուր ենք գնում։ Կարող են գնալ մեր սենյակ։ Ձեզ բարի ժամանց ենք մաղթում թորնիկների հետ։ Շնորհակալություն։ Եկեք, աղա Սարգիս։ Ուր են գնում ուրիշ կողմից։ Եվ ուր ենք գնում։ Կարող են գնալ ննջասենյակ։ Չէ, սանհանգույց չենք գնա, մենք կգնանք ձեր ննջասենյակ։ Սարգիս էստեղ է։ Լողավազան չունեք, չէ՞, սանհանգույցում, որովհետև այդպիսի դեպքեր գրանցվել են։ Ով է այս ռնգեղ ջուրը, Էժեն Իոնեսկոին է պատկանում, թե ոչ։ Ոչ, Վարդազարին է պատկանում։ Էս էլ է ոնց որ վերնիսաժի գործերից կավից պատրաստված։ Չգիտեմ, այդ պատկերը ստացվում է, որ ինչ-որ 3D էֆեկտ ունի։ Այո, վստահաբար երևում է։ Գնում ենք ննջասենյակ։ Ննջասենյակ, այո։ Եթե հնարավոր է լույսերը ամբողջությամբ միացնել, եթե ամբողջությամբ միացված են, ահա։ Սա կարող է օգնել մեզ։ Միշտ մեզ Չէ, կարծում եմ կարիք չկա։ Երկու աչք մեկ նկարի մեջ։ Այո։ Կարծում եմ դրանք ձեր աչքերն են միացված իրար։ Մուքը իմն է, բացը նորոյինը։ Մուքը ձերն է, բացը նորոյինը։ Ինչ առիթով է սա հայտնվել ձեր բնակարանում։ Սա իրականում համագործակցություն էինք ունեցել կամպանիության հետ ու այդպես նախընտրեցինք այս տարբերակով մեր աչքերի պատկերն ունենալ։ Սրա զարդնել ունենք, չէ՞։ Հա, վզնոցն է։ Վզնոցի տեսքով։ Եվ պատին խատուտիկ, ովքեր թրջում դառնում են բալետի պարուհիներ։ Այս իմ սիրածներից է։ Թավիշի վրա նկարված գործը էլի վերնիսաժի գործերից է, ոնց որ վերնիսաժի ներկայացուցիչն է։ Վերնիսաժի մարքեթինգով զբաղվում եք դուք, ինչպես հասկացա։ Վերնիսաժի հովանավորն ենք այս տարի։ Նորը դուք ասացիք, որ ապագայում նախատեսում եք ունենալ առանձին ստենդափ ելույթներ, բայց բացի դրանից կա ինչ-որ նոր նախագիծ, որտեղ կտեսնի ձեզ արդեն հեռուստադիտողը։ Նախագիծ այս տարի դուրս կգա գեղարվեստական ֆիլմ, որտեղ ես կլինեմ։ Դա իմ մանկական այսպես ասած երազանքներից է եղել, որ ես ինձ տեսնեմ, սենց եմ մտածում, էլի ասում եմ, ես ինձ տեսնեմ կինոթատրոնում նստած։ Այո։ Չի քննարկվում։ Մի խոսքով այդ երազանքս կատարվում է։ Անցած տարի առաջակն եմ ստացել, այս տարի արդեն նկարում ենք, երեկ էլ ենք նկարում մինչև ժամը 5-ը գիշերվա։ Կարող ենք ասել, որ նախագծի մասին է խոսքը, թե այն դեռ շատ դեռևս գաղտնի է։ եկեք գաղտնի պահենք, սեպտեմբերին արդեն իմեջից կտեսնեն, ուրիշ բաղագծեր չբացենք։ Բազմասերիանոց ֆիլմեր, հումորային նոր նախագծեր, հեռուստատեսային։ Այս բանին մտածում եմ, որ զարգացնեմ նաև իմ YouTube-յան ալիքը։ Այս տարի անպայման հաղորդում կամ ինչ-որ հետաքրքիր ֆորմատով էլի չեմ ուզում փակագծերը բացեմ YouTube-ս մի խոսքով արդեն երկարամետրաժ վիդեոներ կունենա, միայն այսքան ժամանակ շորթ էի տեղադրում իմ սկեչերը, բայց հիմա արդեն երկարամետրաժ ֆորմատով ուզում եմ Գարունը վերսկսեմ հետաքրքիր հաղորդում։ Ո՞վ այնտեղ քեզ ես տեսնում։
Եթե չեմ սխալվում 121,000 հետևորդ ունեք, եթե սխալվում եք ինձ, ինչ կարող են գտնել մարդիկ մուտք գործելով ձեր էջ։ Ընտանեկան հարաբերություններում, կոնֆլիկտներում հումորային հատվածներ, որոնք կարծում եմ շատերի հետ պատահել է, կամ այնքան աբսուրդացված, որ չի պատահել, բայց կարող պատահել ու ծիծաղալու տեսքով կարող պատահել։ Այդքանը։ Իմ էջում կարող են տեսնել այն ինչ որ հիմա են տեսնում, մեր ընտանիքը։ Ահա։ Լուսինե, իսկ ձեր էջում ինչ կարելի է գտնել։ Իմ էջում խառը իրականում այդ lifestyle կոչվածը առօրյա կենցաղային ասելով ոչ շատ կենցաղային մեր առօրյան երեխաների հետ մայրության թեմաներով հումորային ռիլեր նորոյի հետ համատեղ կոլաբով այդպես ավելի շատ մեր առօրյանի մեջ կարող եք տեսնել հասկանում ենք նաև որ երեխաների խաթր են որոշները նայում ասում են ես սակուլի համար եմ նայում ունենք հիմա հնարավոր է հենց վերջ մեկը սակի համար է նայում շատերը աղասի շատերը պապիս պապիկիս էլ ենք նկարում ես եմ նկարում պապիկիս ինչ որ տենց էլի թոր պապիկ հարաբերություններում մի խոսքով ինձ թվում է գտնում են ընտանեկան հարաբերություններից ելնելով ինչ որ հումորային հատվածներ գիտեն արդեն որ պետք է գան։ Դուք միասին իրական կյանքում հենց հիմա շատ ներդաշնակ եք, բայց ձեր հոլովակներում բավականին կտրուկ արձագանքներ եք ունենում։ Լինում են այդպիսի դեպքեր, երբ արձագանքները կտրուկ են, թե միանշանակ ներդաշնակությունը։ Բայց ոնց որ սկեչումա չէ։ Հա, մի քիչ սկեչում ավելի ներկայացված է ոնց որ իմ ստերվակերպարը, կնոջ, ասեմ, բոլոր մտածում են ես տենց եմ դրել եմ տենց ճամուսիններից ես, բայց իրականում տենց չի մեր հարաբերությունները, ավելի շատ ներդաշնակ ենք հաստատ, ես չեմ ասում էլի որ տենց լավ զույգեր են։ Ախր տարբեր է լինում։ Բայց բռնկվողել ենք երկուսս էլ, այսինքն եթե կռվում ենք, լավ ենք։ Բռնկվող չենք։ Չենք կռվում ենք։ Համաձայն չեմ։ Իրականում կերպարներ ենք խաղում այդտեղ ու մարդկանց միշտ այդ եմ ուզեցել ցույց տամ, որ միտեղ ես ինչ-որ abuse մարդ եմ, abuse անում, որ չգիտեմ, կնոջը կարա ծեծիել, մյուս տեղը խեղճա, որ կինն է ասում ոնց պետք է անի, մյուս տեղում շատ սիրով ենք, մյուս տեղում բաժանված ենք, այդ կերպարներ ենք խաղում, այսինքն միշտ չի, որ հիմնականում տենց չի լինում, որ ես նորոն եմ, ինքը Լուսինեն։ Հիմնականում մտնում ինձ վատ բաներ են տակը գրում ծոցյաները, որ այս ինչ աղջիկը հանի տնից դուրս շպրտի։ Որտեղ մեջ ասել ես մամայիդ կասես։ Հասանք բավականին ցավոտ թեմայի։ Այսօր մարդիկ մեկնաբանություններ գրելիս գրում են այն, ինչ ուզում են, դա իրականում կարծում եմ ցավոք սրտի կարելի է այդպես ասել։ Դուք ինչպես եք վերաբերվում այդ մեկնաբանություններին, հատկապես վատ մեկնաբանություններին։ Վատ մեկնաբանություններին չեմ վերաբերվում, որովհետև մտածում եմ ամեն մարդ իրեն է ցույց տալիս ինչ-որ մեկնաբանություն գրելուց ու իր կոմպլեքսներն է ցույց տալիս ու իրոք այսքան ժամանակ ինչքան տարօրինակ մեկնաբանություն եղել է, ես ուղղակի ծիծաղել եմ, անգամ երել եմ նորից ստմտվել, ասում նայել ինձ ինչ են գրել ու տենց երկուսով ծիծաղել ենք։ Հա, շատ ժամանակ եթե այդ մեկնաբանությունը կարա հետո էլի ագրեսիա նեգատիվ բերի, կարող է ջնջենք դրա համար զուտ կամ ինչ-որ վատ բառեր գրված լինի, դա էլ ենք ջնջում բնականաբար։ Բայց ես էլ չեմ վերաբերվում ոչ մի ձև, ոչ մի ձև նենց չի, որ չեմ կարող ոչ մի ձև չվերաբերվեմ, բայց դա ինչև է հասկանում, որ այդպես մարդիկ էլ կան, տենց է պետք է լինի։ Այսինքն ոնց որ լավին եք վերաբերվում, այսինքն կտեսնենք օրինակ 100 լավ մեկնաբանություն, որ ծիծաղալու է, որ այսինչ լավն եք, ու մեկը եթե կգրի վատն եք, նորմալ է, բայց ինչ-որ 100-ի համար լավն ենք, մեկի համար վատը։ Տեսեք, ցանկացած քննադատություն կամ որևէ կարծիքի անհամապատասխանություն շատ նորմալ երևույթ է, բայց երբ դա հասնում է վիրավորանքի, աննորմալ երևույթ է։ Իրականում անկեղծ ասեմ, ես գիտեմ, որ դա հայկական ոնց որ մեդիա շուկայում շատ տարածված բան է, բայց մեր մոտ տենց շատ չի հանդիպում։ Չգիտեմ, կարող է կոնտենտից է, կարող է մի բան ճիշտ են անում իրանց համար, դա ովքեր գրում են, բայց այդքան շատ չի հանդիպում մեր մոտ։ Ես մտածում օրինակ այդ շատ վատ կոնտեքստով գրված բաները իրոք այդ մարդու մասին է խոսում ու իր հոգեբանական խնդիրների մասին է խոսում, որովհետև առողջ հոգեբանությամբ նորմալ adekvat մարդը երբեք չի մտնի ինչ-որ մարդու հոլովակի տակ ինչ-որ հայհոյանք գրի կամ վիրավորական մեկնաբանություն գրի, որովհետև
Էթիկայի նորմերին գոնե մինիմում համապատասխան չի այդ ամենը, դրա համար ոնց որ անադեկվատ են վերաբերվում նման մարդկանց ու չեմ խորանում։ Չարտահայտված մարդիկ են, որ երբեք չեն արտահայտել իրենց կարծիքը ու հիմա հնարավորություն են իրենց դրսևորելու, բայց շատ վատ ձևով են դրսևորում։ Իդեպ այս մատանին ձեր գալուց տվեց Սարգիսը Լուսինեին եւ ասաց կդառնաս իմ մայրը։ Եվ համաձայնեցիք։ Այո, Մատանին ցիկեց որ համաձայնեք։ Մահճակալի դիզայնի մասին եմ ուզում խոսենք, հատկապես վերև խոյացող այս հետաքրքիր ինչ է, ինչ կարելի է այն անվանել, հետաքրքիր ուղղանկյունն ու քառակուսին։ Էս էլ է ոնց որ սկեսուրիս դիզայնը, այսինքն սա եղել է իրանց նինջարանը ու իր դիզայնն է այդ վերևի հատվածը։ Բայց մի կարևոր բան դիզայնի մեջ չի մտնում, որ պետքա լույսերը փչացած լինեին ու կինը ասի ամուսնուն փոխի, պետքա ինքը փոխեր, այսինքն ես չեմ փոխել, զուտ դիտեցի գաք տեսնեք այն ինչը որ կա մեր տան, այսինքն չսիրունացնեմ էլի։ Բայց այսպես էլ է գեղեցիկ, ռոմանտիկական է, ինչ խորհրդավորություն ունի։ Երկու հատ ներքևից մի հատ վերևից որ աշխատում է, ինչ որ։ Գաք որ վերևից աշխատեր, որոնք չկա, բայց այդ ամեն ինչը մտածված էր։ Գրքերը ումն են, ընկերներ։ Իմն նորոին է։ Ինչ եք կարդում, ինչ եք սիրում կարդալ։ Ես մինչև երեխաների ծնվելը ավելի շատ մարքեթինգի հետ կապված ինչ որ բիզնես տենց գրքեր էի սիրում կարդալ, օրինակ այստեղ այս մտածիր եւ հարստացիր նա այս 101 բիզնես գաղտնիքներ, 100 բիզնես գաղտնիքներ, իսկ երեխեքից հետո ավելի ծնողական գրականությունը, այստեղ իմ սիրելի գրքերից էս կարգապահությունն է, կարգապահություն առանց դրամայի։ Առանց դրամայի, այո, շատ լավ գիրք է։ Այստեղ տարբեր գրքեր ունեմ, ռուսերեն ու հիմնականում հայերեն եմ ավելի շատ սիրում կարդալ։ Այս էլ իմ գիրքն է, էլի։ Որտեվ անգլերենս այդքան լավ չի։ Բայց ինչ էր բացված։ Յուրահատական դրան գագաթին մաքուր ոսկոս Պլանշետ։ Իմ սիրելի գիրքը, միշտ մի քանի հատ ունեմ տարբեր սենյակներում, փոքրիկ իշխանը, այս ավելի սենց մի քիչ Պատկերավոր։ Այս հա, պատկերավոր տեսակն է, բայց ամեն սենյակում մի հատ ունեմ փոքրիկ իշխան։ Նորը դուք ինչ եք սիրում կարդալ ավելի շատ։ Իրականում այս 100 եւ 101 գաղտնիքները բիզնես, մոտիվացիոն ու նաեւ ինչեւ նաեւ մարքեթինգային ինչ-որ գրքեր են։ Դա էլ է շատ հետաքրքիր, բայց այս բանին որոշել եմ, այսինքն սկսել եմ արդեն կարդալ Հարի Փոթերը ուզում հայերեն ուցր կարդալ։ Այս նոր տարին օգնեց, որ վերհիշեմ այդ զգացումները ու շատ մեկնաբանություններ լսեցի, որ իրականում գրքում ուրիշ է, շատ բաներ ֆիլմում նկարված չի ու ասեցի, ես պետքա կարդամ ուրեմն։ Ինչ եմ կարդացել էլ։ Վերջերս Շերլոկ Հոլմս եմ կարդացել։ Վերջերս ոնց որ։ Ձեր մանկության երազանքներ, որը իրականություն դարձավ եւ դա հրաշալի ու գովելի է, գեղարվեստական ֆիլմում նկարահանվելը։ Իսկ ինչ գեղարվեստական ֆիլմեր խորհուրդ կտաք դիտել մեր հեռուստադիտողներին։ 3 ֆիլմ խնդրում եմ։ Okay, ես ավելի տենց թրեյլեր ժանր սիրող եմ։ Կարող եմ ասել Օստրով Պրոկլիտեղ, կարող եք նայել նաև իրականում Դիկաբրիոյի գրեթե բոլոր ֆիլմերը սիրում եմ։ Անիցիալների կղզին խորհուրդ։ Այո, Անիցիալների կղզին։ Տենց էր թարգմանվում, վայ ոնց չի ուզի նայ։ Ինչ ասեմ, դե հին բաներ եմ ասելու։ Վերջերս Բիտվա за բիտվու, կարծեմ այդպես էլի Դիկաբրիոյի ֆիլմերից էր, հայերեն կլինի պայքարի համար։ Էլի Դիկաբրիոյից ասեմ, կարող եք նայել նաև Նաչալեն, դա սկիզբը, այո, եւ երրորդը դա կարամ խորհուրդ տամ։ Դիկաբրիոյի սիրահար եք։ Այո, իրականում ինձ թվում է Դիկաբրիոն այդ ժանրի սիրահարը, որը նաև սիրում եմ ես ու ոնց որ ավտոմատ այնպես է ստացվել, որ ինձ մոտ վստահություն է ներշնչել արդեն իր ֆիլմում լինելը։ Կարելի է նայել հաստատ այդ ֆիլմը։ Մեր եթերաժամանակը մոտենում է իր ավարտին, կխնդրեմ գնանք հյուրասենյակ, մեր վերջին 2 րոպեն փորձենք լրացնել այնտեղ եւ ձեզ մաղթենք հաջողություն։ Նորո ըստ ձեզ մոտավորապես 10 տարի հետո, որովհետեւ թերթելով ձեր Instagram-յան էջը հասա 10 տարի առաջվա հրապարակումներին եւ կտրուկ տարբերություն է, նույնիսկ չճանաչող մարդը չի էլ հավատա, որ դա նույն մարդն է։ Ըստ ձեզ 10 տարի հետո որտեղ եք լինելու։ Վայ, ես այնքան փոփոխական կտրուկ մարդ եմ, որ չեմ կարող միանշանակ այդ հարցին պատասխանել, որտեղ եմ լինելու շատ մեծ հույս ունեմ, կարելի ասել վստահ եմ Հայաստանում, Երևանում, ցանկալի է նույնիսկ Նորարեշում։ Իսկ ինչ գործունեություն եմ ծավալելու այդ տեսանկյունից,
Չեմ կարող ասեմ անկեղծ։ Հնարավոր է մետալուրգ լինեմ, որովհետև հնարավոր է, չգիտեմ, դերասան, հնարավոր է ավտոմեխանիկ։ Ես սիրում եմ այդ կյանքով ապրել, որ այդ պահին որոշես, փորձես հաջողել նաև քեզ այդ ասպարեզում։ Իսկ դուք Լուսինը։ 10 տարի անց ես ինձ պատկերացնում եմ երևի 3 երեխաների մայր արդեն ու իմ երազանքներից է ունենալ սեփական մանկապարտեզ դպրոց կրթահամալիր, այսինքն, որը չգիտեմ որ տարիքից սկսած կգործի, տենց ավելի մի քիչ business woman կերպարով եմ ինձ պատկերացնում։ Կարող եք իր մոտ աշխատել։ Կվերցնեմ գործի, որպես մեխանիկ եւ մետալուրգ։ Ես սենց ասում եմ, բայց ես ամեն տարեվերջին կամ գոնե տարեսկզբին, այսինքն կամ դեկտեմբեր, հունվար ամիսներին նստում գրում եմ ինչ պետք է արվի այս տարի ու վերջի 2 տարիներում եղել է ինչ նպատակ ունեցել եմ, նույնիսկ գեղֆիլմը, որը ինձնից չէր կախված, պետք է առաջարկ ստանայի, գեղֆիլմը նույնիսկ եղել էր, որ ասում նո, ես ինչ լավ թուղթ էր, այս մեկը պետք է պահել։ Կարծում եմ առհասարակ երազանքներն ու մտքերը թղթին հանձնելը ու գրելը շատ է օգնում դրանց իրականացմանը, որովհետև ավելի շոշափելի է դարձնում ու հասանելի է այդ միտքը քեզ։ Մեր փորձից կասենք, որ հաստատ գրել ենք, որ չենք սպասում դար եկակ։ Իրոք։ Շնորհակալություն։ Եվ վերջին տենց թեթև հարցը, ծաղիկները ով է նվիրել։ Ծաղիկները հիշեցնեմ, որ երեք մեր 9-ամյակն էր։ Ահա։ Բայց ես չեմ։ Բայց ես չեմ նվիրում։ Բայց ես եմ Իրականում անպատճառել եմ նվիրում, բայց հիմնականում փորձում եմ գարուն ամառ ամիսներին, որովհետև այդ ժամանակ ավելի մաչելի են։ Շնորհակալություն ընկերներ, մեր հաջորդ հանդիպումը կլինի արդեն դռան դիմաց։ Շնորհակալություն ձեզ։ Շատ մերսի։ Շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տանը։ Մենք նույնպես շնորհակալ ենք, որ համաձայնեցիք մեզ հյուրընկալել։ Հաջորդ անգամ էլի կգաք մեր տուն։ Անպայման։ Գնում ենք հետ վերադառնալ։ Շատ լավ։ Մերսի շատ։ Ձեզ նույնպես։ Ընկերներ, շնորհակալություն շատ ջերմ ընդունելության եւ հաճելի զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Ակնթարթի պես անցավ այս 45 րոպեն։ Շնորհակալություն ձեզ մաղթում եմ նորանոր, այո, նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ եւ ամենակարևորը երազանքների իրականացում։ Շնորհակալություն ձեզ նույնպես, մենք պատրաստ ենք ձեզ հյուրընկալել։ Օրինակ քաղցած չէին սպասում, ես կպատրաստեմ։ Դուք ասացիք նորո, իսկ մենք ամեն ինչ հիշում ենք։ Այո։ Սա շուտ ներսային դուրպակեմ։ Դե, ուրեմն մեր հաջորդ հանդիպումը կլինի քաղցած չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, լավ մնացեք, հաջողություն, մենք Սարգսին տանում ենք մեզ հետ։ Հաջողություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.